Սևանի համայնքապետարանի նախաձեռնությամբ եւ ֆինանսական աջակցությամբ նոյեմբերի 15-ին Սևանի Նորիկ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց «Եղիր ֆիզիկապես ակտիվ» խորագրով սեղանի թենիսի միջհամայնքային սիրողական մրցաշար Սևան եւ Դիլիջան համայնքների մարզադպրոցների սաների միջև։ Սիրելի մարզիչներ, քույրեր, ներկայացուցիչներ, Սևան համայնքի պատասխանատուներ, Դիլիջան համայնքի պատասխանատուներ, բոլորիդ ողջունում եմ այսօրվա մեր մրցաշարին մասնակցելու համար։ Այս նպատակը ծառայում եմ, որպեսզի մեր երկու միջհամայնքային Դիլիջան համայնքի եւ Սևան համայնքի միջև այս սեղանի թենիսը իր մասսայականացումը ունենա եւ կարողանանք բոլոր երիտասարդներին, բոլոր աշակերտներին, մարզիկներին ներքաշենք այս մարզաձևի մեջ, որպեսզի լինեք ակտիվ եւ կարողանաք մեկը մյուսին փոխանցեք ձեր փորձը։ Ողջունում եմ Սևան համայնքի ղեկավարի անունից բոլորիդ եւ ցանկանում եմ, որ ունենաք լավ պայքար, լավ մրցունակ լինեք եւ կարողանաք ճիշտ ըմբռնեք այս մարզաձևը։ Ողջունում եմ բոլորիդ այսօրվա այս հետաքրքիր միջոցառման կապակցությամբ եղիր ֆիզիկապես ակտիվ խորագրով թենիսի սիրողական միջհամայնքային մրցաշարը համարում եմ բացված, մաղթում եմ, որ ձեր մրցաշարը անցնի ակտիվ ոլորտում եւ թող հաղթի ուժեղագույնը։ Մրցում էին երկու տարիքային խմբերով՝ 7-ից 14 տարեկան եւ 15-ից 18 տարեկան աղջիկներ եւ տղաներ։ Առաջին տեղը գրաված մարզիկները պարգևատրվեցին Սևան համայնքի ղեկավարի պատվոգրով եւ գավաթով, երկրորդ եւ երրորդ տեղը գրավածները հավաստագրերով։ Սևանի Նորիկ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի շնորհակալագրին արժանացան մրցաշարին ակտիվ մասնակցություն ցուցաբերած մարզիկները։ Եղիր ֆիզիկապես ակտիվ խորագրով սեղանի թենիսի միջհամայնքային սիրողական մրցաշարն անցկացվում է Սևան եւ Դիլիջան համայնքներում սեղանի թենիս մարզաձևի մասսայականացման, աշակերտների, երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի տարածման, ինչպես նաեւ մարզական միջոցառումներում եւ առաջնություններում երիտասարդների ակտիվ ներգրավվածության ապահովման նպատակով։ Սուրեն Բարսեղյան, Գնելովանիսյան, Սևանի STV1 հեռուստաընկերություն, Գեղամահոր։